Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Օրինագիծը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում եւ առաջարկում եմ կողմ քվեարկել օրենքի այս նախագծին շնորհակալություն։ Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանը անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։ Հայկական ժամանակահարցում է անցկացրել Երևանում, հասկանալու քաղաքացիների դիրքորոշումը դրա առնչությամբ։ Ես դրական եմ վերաբերում։ Հայաստանի ղեկավարությունը պետք է տենց վարվի։ Անդամակցի ԵՄ-ին, չէ, Եվրոպական միության է։ Ես տենց եմ գտնում։ Որտեվ տենց է պետք, որտեվ ես վերջի քաղաքականությունները, իրադարձությունների վերաբերյալ Ղարաբաղի բանի հետ կապված էլի, այտենց է պետք արվի, այտենց կասեի։ Լավ, շնորհակալ։ Եթե այդ քաղաքականությունը Ղարաբաղի ուրիշ ձևի վերջանար կամ չլիներ, միգուցե անդամակցությունն էլ քաղաքականությունը այլ կեր գնար էլի, այլ կեր վարվել ղեկավարությունը Հայաստանի։ Ես կարծում եմ լավ կլինի։ Ինչի վրա կոնկրետ դրականից թես կարող հասնել։ Որ ժողովուրդը լավ կապրել։ Այտենց առանձնակի ոչ մի բան էլ չի լինի, ավելի լավ այն ստվում է Ռուսաստանի Դաշնության հետ է, ավելի մոտիկ, ավելի ռեալ տարբերակը երևի այդ կլինի։ Եվրոխորհրդի անդամ լինելը դա գետնին չկեղտոտելն է, դա չբամբասելն է, դա չնախանձելն է։ Եվրոպացունման ապրել։ Ամեն մարդիկ ունեն իրաց թերությունները, բայց ամեն դեպքում Եվրոխորհրդի անդամ լինելը բույց չլենեմ սիմի եվրոպեյսկը։ Այդ մարդկանց մեջ պիտի լինի։ Մարդկանց մտածելակերպը փոխվի, որպեսզի մարդիկ իրանք հասկանան, որ իրանք Եվրոխորհրդի անդամ են։ Դա process է, դա ժամանակ է, դա թուղթ չի ու ոչ թե դիմում է։ Նայեք Եվրոպայում բոլոր անդամ են ԵՍ-ի։ Մեզից է կախված, կապ չունի ԵՄ լինի, Մարսի վրա լինենք, մենք որ կարողանանք մեզ լավ պահենք, ցանկացած հետ էլ լավ կլինի։ Պետք է մեզ պահենք, որ ԵՄ ուզենա մեզ միանա, ոչ թե մենք ԵՄ-ին։ Բացի վիզաների հեշտացման հարցից, որը կտևի դեռ տարիներ, ոչ մի բան չի։ Վրաստանը իրան սպանեց, քանի տարի մտավ։ Ինչ կտա դա ինձ, ես իհարկե հակված եմ ԵՄ-ին, բայց այս պարագայում կնախընտրեի սպասել, որովհետև իրավիճակներ կան պարզվելիք։